Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մավրոսին։ Ողջունելով դեսպանին նախարար Սարգսյանը կարևորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները, ընդգծելով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար դեսպան Մավրոսը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակելու աջակցել ներքին գործերի նախարարության բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Կողմերը քննարկել են ներքին գործերի նախարարության եւ ենթակա ծառայությունների հետ համագործակցության, անձնակազմի կարողությունների զարգացման, ինչպես նաեւ ՀՀԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման վերաբերյալ հարցեր։ Անդրադառնալով գործողությունների ծրագրի կատարման ընթացքին, Արփինե Սարգսյանը նշել է ԵՄ գնահատման առաջին առաքելության այցի նպատակի, օրենսդրական եւ քաղաքականության շրջանակին վերաբերող առաջին փուլի հենանիշների առաջընթացի գնահատման ուղղությամբ աշխատանքների մասին։ Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը, ընդգրկելով նոր ուղղություններ։ Հասարակական անվտանգության նոր երաշխավոր ոստիկանության գվարդիան ավելի քան 1 ամիս է իրականացնում է հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման իրեն վերապահված լիազորությունները, կիրառելով առավել հասցեական եւ թիրախային գործիքակազմ։ Գվարդիայի կարգախմբերը հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման իրենց գործառույթներն իրականացնելիս նաեւ իրավախախտումների, հանցագործությունների դեպքեր են կանխարգելում ու բացահայտում։ Դեկտեմբերի 5-ի ժամը 20:20-ի սահմաններում գվարդիայի Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի, քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության եւ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք զինամթերք են հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը տարածքում հայտնաբերել է ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի 272 փամփուշտ, F1 նռնակ եւ պահեստատուփեր։ Հերթական բացահայտումը կրկին Աբովյանում էր։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների հետ դեկտեմբերի 8-ին համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս Հատիսի փողոցում ստուգման նպատակով մոտեցել են մի քաղաքացու, որի վերարկուի գրպանում ակնհայտ երևացել է զենքի նման ողառարկա։ Նա հիմնավոր կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է Կոտայքի բաժին։ Անձնական խուզարկությամբ Բյուրեղավանի բնակիչ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել են 7 փամփուշտով լիցքավորված ատրճանակ եւ 93 փամփուշտ։ Երկու դեպքերով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները 24/7 ռեժիմով շարունակում են իրականացնել հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման իրենց վերապահված գործառույթները։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը, ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին՝ դեկտեմբերի 6-ին, 13-ին եւ 20-ին Երևանի եւ մարզերի հաշվառման քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային օրեր ժամը 9-ից մինչև 18 ներառյալ։ Քաղաքացիները գործարք կատարելու համար կարող են նախապես հերթագրվել roadpolice.am հարթակի, ինչպես նաև Early One Mobile հավելվածի միջոցով եւ սպասարկվել իրենց հարմար ժամերին։ Հրդեհները շրջակա միջավայրի կենսանվտանգությանը սպառնացող մարտահրավերներից են, որոնց առաջացման պատճառները գլխավորապես մարդկային անուշադրության արդյունք են։ Հաճախ մարդիկ չգիտակցելով բացասական հետևանքները գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ այրում են խոզանն ու բուսական մնացորդները, նպաստելով հողի որակական հատկությունների կորստին, բուսական եւ կենդանական աշխարհի ոչնչացմանն ու մթնոլորտային օդի աղտոտմանը։ Խոզաների այրումը վատթարացնում է հողի օրգանական կազմը, նվազեցնում խոնավությունը, նպաստում է հողում եղած օգտակար նյութերի քայքայմանը, նվազեցնում է հողի բերիությունը, նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը, առաջացնում է հազ, ցավ կրծքավանդակում եւ շնչառական խանգարումներ, ոչնչացնում է միջատներին, սողուններին, մանր կաթնասուններին, խոչընդոտում է սննդանյութերի ցիկլը, սնման շղթայի կապերը եւ բույսերի սերմերի տարածումը,
ինչը կարող է հանգեցնել տեսակների անհետացման կամ դրանց պոպուլյացիաների նվազեցման, ազդում է էկոհամակարգի ինքնավերականգնման հատկության վրա։ Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք խոզանների այրում կատարելուց, պահպանելով շրջակա միջավայրի կենսաբազմազանությունը, իսկ նկատած հրդեհի կամ ծխի դեպքում զանգահարեք 911 հեռախոսահամարին։ Ամբողջ աշխարհում տարեկան հազարավոր երեխաներ ընտանեկան բռնության զոհ կամ ականատես են դառնում։ Ընտանեկան բռնությունը կարող է ծանր հետևանքներ ունենալ բռնության ենթարկված եւ ականատես անձանց համար։ Քանի որ ընտանեկան բռնությունը կրում է լատենտային բնույթ, համայնքային ոստիկանությունը ակտիվ աշխատանքներ է իրականացնում ընտանեկան եւ կենցաղային դեպքերի հայտնաբերման եւ արձանագրման ուղղությամբ։ Հետևողական աշխատանքի շնորհիվ քաղաքացիների վստահությունն էապես աճել է, ինչի արդյունքում 2025 թվականին ոստիկանությունը ստացել է ավելի շատ ահազանգեր 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով բռնություն գործադրած անձի նկատմամբ կիրառվում են նախազգուշացման, անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշումներ։ Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել մի շարք սահմանափակումներ, մասնավորապես բռնություն գործադրած անձին հեռացնել տնից եւ արգելել նրա վերադարձը տուն։ Բռնություն գործադրած անձին արգելել այցելելու բռնության ենթարկվածին, նրա խնամքի տակ գտնվող անձանց, բռնության ականատես եղած անչափահասներին։ Եթե բռնություն գործադրած անձը խախտում է անհետաձգելի միջամտությամբ նախատեսված սահմանափակումները, ապա ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Հիշեք, բռնությունը չունի արդարացում։ Եթե բռնության եք ենթարկվում կամ ականատես լինում, մի լռեք, զանգահարեք 102։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը միշտ ձեր կողքին է։ Լռությունը չի պաշտպանում, այն քողարկում եւ խորացնում է բռնությունը։ Անչափահասների շրջանում հանցավորության մակարդակի նվազեցումը ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից է։ Մասնավորապես ուշադրության կենտրոնում են կտրող ծակող առարկաներով կատարվող հանցագործությունների նախականխումն ու կանխարգելումը։ Այս հանցատեսակների համար օրենսդրությամբ հստակ սահմանված են արգելքներ եւ իրավական պատասխանատվություն։ Երեխայի իրավունքների մասին օրենքն արգելում է երեխային ներգրավել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին։ Առևտրի եւ ծառայությունների մասին օրենքն արգելում է արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն արտաքին տեսքով եւ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ 18 տարին չլրացած անձանց վաճառելու դեպքում վաճառողը կտուգանվի սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով։ 18 տարին չլրացած անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքի մեջ ներգրավվելը նույնպես կառաջացնի տուգանք, այս անգամ սահմանված նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով։ 16-ից 18 տարեկան անձի կողմից արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող եւ արտադրական կենցաղային տնտեսական ուսումնական մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաներ, սարքեր կամ գործիքներ կրելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի 40-ապատիկի չափով, միաժամանակ վերցնելով այդ առարկաները, սարքերը կամ գործիքները։ Հարգելի ծնողներ, ձեր ակտիվ աջակցությունն ու համագործակցությունն անչափ կարևոր եւ անհրաժեշտ է։ Համատեղ ուժերով անչափահասներին զերծ պահելու արատավոր երևույթներից, կանխելու նրանց կողմից կատարվող իրավախախտումներն ու հանցագործությունները։ Միասին կարող ենք ապահովել մեր երեխաների անվտանգությունն ու բարեկեցիկ ապագան։